Բարի երեկո։ Հակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։ Տեսանյութում արձանի վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։ Մեկ այլ տեսանյութում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» գտնվել ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու եւ գրառելու հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։ Ավելենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին։ Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը Յուրի Հակոբյանը։ Ստեփանակերտի մուտքի մոտ Բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի եւ ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուսուսի, հպարտ ու անհող դող կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Չնայած Արցախում իր վարած մշակութային վանդալիզմի քաղաքականությանը, Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։ Դուբայի միջազգային ավիաշոուի ժամանակ հնդկական արտադրության կործանումից հետո Հայաստանը դադարեցրել է Հնդկաստանի հետ $1.2 միլիարդ արժողությամբ կործանիչ գնելու շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը։ Հայաստանը բանակցություններ էր վարում Հնդկաստանի կառավարության եւ ՀԱԼ ընկերության հետ $1.2 միլիարդ 12 ինքնաթիռ գնելու վերաբերյալ, որը պետք է լիներ ինքնաթիռի առաջին արտահանման գործարքը։ Ինքնաթիռի մշակումը սկսվել է 1982 թվականին որպես Հնդկաստանի աշխարհի խոշորագույն զենքի գնորդներից եւ արտահանողներից մեկը դառնալու փորձի մի մաս։ Հոմսի հայ ընտանիքները լուրերի թղթակցին հայտնել են, որ քաղաքի իրավիճակը կայուն է, իսկ հարավային թաղամասում անվտանգության ուժեր են տեղակայվել։ Հիշեցնենք 2025 թվականի նոյեմբերի 23-ի առավոտյան Հոմսի հարավային ծայրամասերից Զայթալավանում տղամարդ եւ կին են սպանվել։ Մի քանի ժամ անց քաղաքի հարավային թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել եւ ներքին անվտանգության ուժեր են տեղակայվել լարված իրավիճակը վերահսկելու եւ քաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ ՍԱՆՀ գործակալությունը հայտնել է, որ այժմ Հոմսի հարավային թաղամասերում իրավիճակը կայուն է եւ անվտանգության ուժերը իրենց հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում քաղաքի բնականon վիճակը վերականգնելու համար։ Դեպքի վայրը մոտ է հայկական թաղամաս կոչվող շրջանին, սակայն ներկայումս այնտեղ հայեր չեն բնակվում։ Այն այդպես է կոչվում, քանի որ հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ մեծ թվով հայեր էին բնակվել, բայց արդեն տասնյակ տարիներ է ինչ այդ թաղամասում հայեր չկան։ Մերձակա թաղամասում կա մի քանի հայ ընտանիք։ Հոմսի հայ բնակիչները ասել են, որ սպանությունը տեղացիների խոսքով եղել է աշիրեթների միջև ծագած ընտանեկան հարցի հետևանք։ Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտվել են, ազատությունից զրկվել են, բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները։ Այս մասին ասել է Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Իմեջին կազմակերպության հիմնադիր, ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը, խոսելով Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին։ Ռուբենին ճանաչելով ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզության, ճանաչում ենք մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որ նման հնարավորություններ կլինեն, այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չլինեին, հիմնել է դպրոցներ մյուսների համար անհեռանկարային վայրերում, կառուցել վստահության կամուրջներ բաժանարար գծերի վրա, որոնք շատերը համարում էին անհաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհը անտեսել էր։ Ավրորան ծնվել է այդ նույն տեսլականից, ըստ որի երախտագիտությունը ոչ թե զգացմունք է, այլ պատասխանատվություն, որ կարեկցանքը ոչինչ չի նշանակում, եթե այն մեջ չի մղում գործողությունների։ Ավրորա մրցանակի միջոցով Ռուբենը օգնել է պատվել նրանց, ովքեր ամեն ինչ վտանգել են հանուն ուրիշների արժանապատիվ կյանքի։ Մեր ժամանակի մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից։ Սա հիշեցնում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել արդարությունը եւ որքան կարեւոր է բարձրաձայնել անարդարության մասին։ Նա մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը, եւ որ բարոյական խիզախությունը հաճախ ունենում է ծանրագին։ Կարծում եմ, բոլորս պետք է աշխատենք փորձելով այնպես անել, որ այդ խոստումը իրականություն դառնա, հնարավորինս արագ։ Եկեք Ռուբենին եւ Ադրբեջանում դեռ ապօրինաբար պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անմահապաղ ազատ արձակելու կոչ անենք։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, Եվրամիության կողմից Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու որոշումը եւ պատասխանել է հարցին, թե արդյոք Վրաստանը մնում է Դաշնքի անդամակցության ձգտող երկիր։ Ռուտեի խոսքով ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող ցանկացած եվրոատլանտյան երկիր կարող է պաշտոնապես հայտարարել իր մտադրության մասին, որից հետո կսկսվի համապատասխան ընթացակարգը։ Սակայն գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը միամիտ չէ Վրաստանում տեղի ունեցողի հարցում։ Մենք չափազանց մտահոգված ենք։ Մենք սա հստակեցրել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ եւ հիմա դա նաեւ կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս մեզ փոխանցել մեր մտահոգությունները։ Նա հավելել է, որ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն, հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Ռյուտեն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում դրական զարգացումներ կան, ընդգծելով, որ դա հնարավոր դարձավ մասամբ նախագահ Թրամփի արածների շնորհիվ։ Վրաստանը պետք է դիտարկել ամբողջ հարավային Կովկասի համատեքստում, եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները։ Հրդեհը բռնկվել է եւ տարածվում է միանգամից 4 օջախով։ Հրդեհներ են Կազաչի հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի Ոլորանների հարակից անտառում եւ Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրաված են մեծաքանակ հրշեջ բրկարարներ, պարեկներ, կամավորներ։ Հիշեցնենք տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում։ Մինչ այս էլ հրդեհեր բռնկվել Ճամբարակ Թութուջուր հատվածում։ Նոյեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի Ոլորանների հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը հիմնականում տարածվել է Խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծականակ ծառեր չեն այրվել։ Արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ եւ առողջարան կանխվել է։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքների ներգրաված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին եւ տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում Պաշտպանության նախարարության ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։ Աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են։ Մամուրում տեղեկություններ են տարածում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ։ Իրավիճակը լիովին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն։ Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Այս ժամի համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV հետ լուրերի հետքերով եւ դարձեք մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։